Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Արագածոտնի մարզ տարավ, գյուղ Ղազարավան։ Օրվա հյուրը քանդակագործ, նկարիչ Նարեկ Հայրապետյանն է։ Նարեկ Հայրապետյան, քանդակագործ, նկարիչ։ Ծնվել է 1990 թվականին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում։ 2008-ից 2012 թվականներին սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստ և գծագրություն բաժնում։ 2016 թվականին ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան։ Նույն թվականին ղեկավարել է Նուբար արվեստանոցը։ 2018-ին եղել ԱԿՆ մշակութային հասարակական կազմակերպության նախագահը։ 2017 թվականից սկսած համագործակցել է բազմաթիվ տուն-թանգարանների, մշակութային հիմնադրամների հետ, որպես կազմակերպիչ և մշակութային նախագծերի համակարգող, որոնց թվում Մարտիրոս Սարյանի, Եղիշե Չարենցի, Փարաջանովի տուն-թանգարանների, Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի և այլն։ 2024 թվականին Հենրիկ Իգիթյանի ազգային գեղագիտության կենտրոնում ցուցադրել է իր անհատական նախագիծը «Եսի և Այնի միջև»։ Նույն թվականին Նարեկ Հայրապետյանի հազարան բլբուլ քանդակը տեղադրվել է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, որտեղ Հովհաննես Թումանյանը գրի է առել նույնանուն հեքիաթի հիմնական մասը։ Նարեկ Հայրապետյանի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրների ցուցահանդեսներում, փառատոներում, որոշ գործեր տեղ են գտել նաև մասնավոր հավաքածուներում։ 2021 թվականին հիմնադրել է Հնար արվեստի աշխատարան ստուդիան, որի նպատակն է մարդկանց հնարավորինս շատ մոտեցնել արվեստին։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ ձեզ հետ այսօր կիսենք այս հրաշալի դասախոսությունը արվեստի շուրջ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Քո արվեստը դպրոցում նախագծին այս առիթի համար և շնորհակալություն ձեզ, որ ներկա եք և երևի սկսենք մի փոքր ներկայացնել, թե ինչ է քանդակագործությունը և ինչպես է այն ստեղծվել, առաջացել իր պատմությունը ձեզ ներկայացնեմ։ Գիտեք, որ շատ վաղ անցյալից մեզ հասել են տարբեր հուշատախտակներ կամ հուշակոթողներ, որոնք դուք հաճախ տեսնում եք, դրանցից ամենահայտնիները վիշապաքարներն են, որ ասում ենք վիշապաքար, բայց ինքը վիշապի տեսք չունի, այլ քարի վերևի հատվածում ձկան կերպար է կամ խոյի կամ ցուլի։ Եթե դուք երբևէ եղել եք Արագածում կամ Արագածի լիճ կոչվող տարածքում, այնտեղ կա շատ բարձր մի 3-4 մետր բարձրության մի քարե կոթող է, որի վրա կերպար է պատկերված ձկան կամ խոյի կամ ցլի տեսքով, որը այն ժամանակ մեր նախնիները դրել են աղբյուրների ակունքներում որպես ջրի պահապան, այսպես կոթող։ Դրանք մեր ամենահին պատկերումներն են քանդակագործության մեջ, որ մենք կարող ենք դիտարկել, որ այն ժամանակ մարդիկ ինչ-որ գործիքների տիրապետելով ստեղծել են կոթողներ։ Իհարկե իրենք չեն պատրաստել որպես քանդակ, դա իրենց համար սրբազան ծեսի մի կերպար էր, որը գտնվում էր, ինչպես որ հիմա մենք ունենք եկեղեցիներ, խաչքարեր, կոթողներ, այնպես էլ վիշապաքարն է եղել։ Եվ ձեզ խորհուրդ եմ տալիս, որ անպայման հնարավորության դեպքում տեսնել, ուսումնասիրել և ճանաչել վիշապ կոթողները։ Դրանք մինչև 5000-6000 տարվա պատմություն ունեն, այնպես որ իմացեք, և դրանից մի քիչ ավելի գալիս ենք առաջ, արդեն քրիստոնեության շրջան, և տեսնում ենք խաչքարեր։ Խաչքարերը, գիտեք,
դուք բոլորը տեսել եք, դրանք քարից կոթողներ են, որի վրա պատկերված է խաչը զարդանախշերով, վահանը եւ խաչը պատկերված է Քրիստոսի կերպարով, չէ՞, հետ ընկած, որը խորհրդանշում է Քրիստոսի կերպարը, որ խաչվեց եւ ներքևում վահանի ձևով շրջանաձև նախշազարդումը, որը պաշտպանում է հավատքը պաշտպանում է մարդկանց։ Այսպես, ուրեմն ինչով էին ստեղծում խաչքարերը, գիտեք, ինչ որ մեկը կասի, ինչ նյութից է խաչքարը։ Քարից, ապրեք, քարը մի նյութ։ Դուք ձեր տներում կամ դպրոցում գուցե նաև տեսած կլինեք փայտից իրեր, չէ՞, գեղեցիկ զարդանախշերով։ Նաև քանդակում են փայտից, եւս մի նյութ։ Էլ ինչից կարող են քանդակել, ինչ որ որից մեկը հաճախում է, ինչ որ նկարչական դպրոց կամ ծանոթ է քանդակագործությանը չկան։ Ուրեմն տեսեք, քանդակագործության հիմնական նյութերն են կավը կամ պլաստիրինը ձեզ ծանոթ։ Կավն էլ է ձեզ ծանոթ։ Կավը բնական նյութն է, որ հողից վերցնում ենք, խնամում ենք եւ աշխատեցնում ենք դրան, եւ պլաստիրինը։ Այսինքն սրանք փափուկ նյութեր են, որոնցով կարելի է ծեփի միջոցով կերպարները ծեփել։ Գալիս են միջանկյալ նյութեր, օրինակ ամենահայտնի միջանկյալ նյութը, որ դուք եք իմանաք, դա գիպսն է։ Գիպսից հետո գալիս են արդեն կարծր նյութերը։ Օրինակ երկու մաս ենք բաժանում կարծր նյութերը՝ մետաղներ եւ քարեր։ Քարերը իրենց տեսակներով եւ մետաղները իրենց տեսակներով ամենաընդունվածը բրոնզն է, որ հիմա այստեղ ես ներկայացնում եմ բրոնզից քանդակ եւ քարը իր տարբեր տեսակներով։ Դե քարը բնականաբար ծեծելով, հանելով ավելորդ մասերը, այդպես են ստանում, հետեւաբար մեզ պետք է գան ինչ գործիքներ, օրինակ, որ քարով աշխատենք, ինչ գործիք պետք լինի մեզ, որ մենք քարից հանենք ավելորդ մասերը։ Ասա։ Ապրես մուրճ, հետո ամենակարևորը, մուրճին, որ խփում եմ, ինչ պետք է լինի ձեռքից, որ այդ երկաթի անունը ոնց էր։ Ասեք դեր բարբարով։ Չէ, հատիչ։ Նաև դուք կարող եք բարբարով ասեք զուբիլ։ Ինչ որ դրանով հանում ենք, չէ՞, կավի գործիքները ստեկներն են, փայտից երանգյունաձև, կամարաձև գործիքներ են, որ օգնում են կավի հետ աշխատել, բայց գիտեք, որ կավը այնպես բնական նյութ է, որ մենք բոլորս ձեռքերով ենք, չէ՞, աշխատում։ Ձեզ ասեմ, որ ամեն շրջան ունեցել է իր այսպես կոչված վերածնունդը, ամենատպավորիչ եւ մարդուն մոտ քանդակները ստեղծվել են անտիկ շրջանում, որոնք պատկերում էին փիլիսոփաներին, սպորտի մարդկանց, ինչպես նաեւ աստվածների։ Ամենաշատ մեզ հասած քանդակները նաեւ հենց աստվածների կերպարներ են եղել։ Դուք գիտեք, որ դարեր առաջ, հազարամյակներ առաջ մենք ունեցել ենք մի շրջան, որ ունեցել ենք տարբեր աստվածներ, չէ՞, բազմաստվածություն է եղել եւ իրանց համար ստեղծում էին քանդակներ, որ մարդիկ պաշտեին այդ քանդակներին։ Օրինակ այս վերջում շատ ավելի հայտնի մի բան պատմեմ ձեզ, որ Անահիտի դիմակը բերեցին Երևան ցուցադրեցին եւ ովքեր որ կարողացել են տեսել են, ովքեր չէ, բայց գիտեն, չէ՞, այդ Անահիտը մեր մայր աստվածուհին էր եւ իր բրոնզադյուլ քանդակի մի հատվածը, դիմակի հատվածն է պահպանվել եւ ձեռքը, որը ցուցադրեցին այստեղ։ Դա գտնվում է Լոնդոնի թանգարանում։ Ուզում եմ ձեզ պատմել նաեւ, որ քանդակագործության ընթացքը շատ ընդհանրապես արվեստի ընթացքը շատ մեծ կապ ունի հոգևոր ընթացքի հետ։ Այսպես, օրինակ մենք երբ որ ընդունեցինք քրիստոնեություն, ամբողջ մշակույթը, նկարչությունը, քանդակագործությունը, դեկորատիվ կիրառական արվեստը վերցրեցին մի ուղղություն եւ բոլորը սկսեցին նկարել հարթ պատկերներ, քանդակել հարթ պատկերներ։ Հիմա այստեղ ասեմ, որ նա տարբերությունը։ Օրինակ քրիստոնեության մեջ ամենաշատը զարգացավ մանրանկարչությունը։ Դուք գիտեք, չէ՞, մանրանկարչությունը որն է, որ նկարում էին գրքերի էջերի վրա փոքր կերպարներ, թռչուններ, զարդանախշեր։ Այդպես նաև զարգանում էր քանդակագործությունը հարթ
մակերեսների վրա, խաչքարերը, վիմագիր արձանագրությունների զարդանախշերը, որ եկեղեցիներում տեսնում ենք բարավոնների վրա, երբ որ մուտք են գործում եկեղեցի, են գեղեցիկ զարդանախշերով քանդակը դրան վերևի հատվածում։ Դրանք բոլորը համարում են հարթաքանդակներ։ Հիմա ասեմ ձեզ ինչ է հարթաքանդակ։ Հարթաքանդակը քանդակի են տեսակն է, երբ որ դու իրեն կարող ես տեսնել միայն մի ուղղությունից, երբ որ կանգնես իրան դեմ դիմաց։ Իսկ մյուս քանդակի տեսակը կոչվում է բոլորաքանդակ, որ քանդակին կարող ես տեսնել վերևից, կողքից, ներքևից, հետևից, բոլոր կողմերից հնարավոր է տեսնել։ Այսինքն պորտրետները, այդ կիսանդրիները, մեծ քանդակները, օրինակ ձեզանից կա ինչ-որ մեկը, որ հիմա ինձ մի հատ մեծ արձանի մասին կասի, որ տեսել այս վերջերս։ Դե Սասունցի Դավիթը իր Ձիու անունը ոնց էր։ Քուրկիկ Ջալարի։ Ապրես։ Ու իր այդ կռվի մեկնելու տեսարանն է պատկերը։ Իսկ որից է մեկը ինձ կասի ով է քանդակել Սասունցի Դավթին։ Ասա բալա։ Ապրես, Երևանդ Քոչարը։ Երևանդ Քոչարը մեր հայ ամենահայտնի քանդակագործներից է, չէ՞, մոդեռն քանդակագործներից է։ Եվ ուզում եմ իմանալ, էլ ինչ քանդակներ դուք գիտեք։ Էլ ինչ արձաններ եք տեսել։ Այո, Նորքում դրված Հայկ Նահապետի արձանը, իմիջիայլոց երկու քանդակներն էլ շատ հերոսական չէ կերպարներ են, մեր ազգի ամենակարևոր կերպարներն են Հայկ Նահապետը եւ Սասունցի Դավիթը։ Եվ այսօր այդ նույն ոճին շարունակությամբ ես մի քանդակ եմ ձեզ այսօր ներկայացնելու։ Գիտեք նման քանդակները որտեղից են գալի, բանավոր խոսք, նման թեմաները, բանավոր խոսքից, ժողովրդական խոսքից, չէ, դրան մենք ասում ենք, մի քիչ գրական ասում ենք բանահյուսություն, չէ, երբ որ բանահյուսությունը ինչ-որ ստեղծագործող չի նստել գրել այդ պատմությունը, դա ասքով, խոսքով, դարեր շարունակ մեզ փոխանցվել է, ինչպես Սասունցի Դավիթը, այնպես նաև Հայկ Նահապետի պատմությունը եւ մի այդպիսի ստեղծագործություն ես ինքս եմ կատարել, կոչվում է ուրեմն Նավասարդ։ Հիմա կներկայացնեմ պատմությունը, ուրեմն Նավասարդ բառը ձեզանից շատերը գիտեն, որ դա նաև մեր հին նոր տարին է, չէ՞ նշանակում, որը հիմա նշում են օգոստոսի 11-ին։ Նավասարդ բառը հուներենից թարգմանված նավան նշանակում է նոր, իսկ սարդ ժամանակ։ Հիմա կբացատրեմ թե ոնց։ Հին հայերը թել գործելու շնորհը սովորել են սարդից։ Սարդը ոնց է, չէ՞, սարդոստային գործում, պատերի անկյուններում, դուք տեսել եք, չէ՞։ Եվ այդ փաստորեն սարդի գործողությունը սարելն է, գործելը։ Եվ հին հայերը այդ նույն սկզբունքով բուրդը վերածել են թելի, սարել են թելը։ Եվ այդ թելով բացի գործվածքներ գործելուց, զգեստներ, շորեր ստեղծելուց, նաև կատարել են մի շատ կենսական կարևոր գործ, չափումներ։ Չափել են ինչ-որ տարածություններ թելով, չափել են բարձրություններ, մի քանի անգամ այս բարձրությունը սրա համեմատ ենթադրենք։ Եվ ամենակարևորը, մի այսպիսի կլոր քարի վրա ամեն մի պտույտ անելուց հաշվել են օրվա մի հատվածը։ Հիմա այս քարը երկու քար ունեմ, երեխեք, եւ տարբեր գույների, կտամ ձեզանից, այ օրինակ քեզ արի այս սևը տամ քեզ, մի հատ տղա էլ թողայի մոտ, դու այս սպիտակը քեզ, ու աստիճանաբար հիմա համից լսում ես, համ թելի սկիզբը վերցնում ես ու այսպես պտտում ես 1, 2 հաշվում ես, քանի հատ եղավ հաշվարկը։ Ուրեմն այդ հին մարդիկ ինչ էին անում։ Նախ հələ պատկերացրեք մի հատ ժամանակաշրջան, որ ոչինչ չկա։ Օրինակ հիմա ինչ ունեք դուք ինչ որ բան հաշվելու համար, օրինակ ժամացույց ունեք, չէ՞։ Տոմար ունեք, չէ՞, կալենդար, գիտեք, չէ՞, որ այսօր ապրիլի 30-ն է, վաղը մայիսի 1-ն է, հունիս, հուլիս, օգոստոս, տարեգլուխ գիտեք նոր տարի, գիտեք զատիկ, չգիտեմ, տոներ գիտեք, բայց այն ժամանակ մի ժամանակ պատկերացրեք, որոնք դրանք չկար։ Եվ ինչով էր առաջնորդվում մարդը, սովորական մարդը, կարող էր առաջնորդվել երկնքից ինչ որ կատարվելիք իրադարձություններով, հայտնի, օրինակ բոլորին
Գիտեք, որ ամենահայտնի իրադարձություններից մեկը այդ գիշեր հավասարներն են, մեծ ցերեկը, մեծ գիշերը կամ երբ որ հավասարվում են եւ դրանք հստակ օրեր են։ Եվ դրանք իմանալով հանդերձ հին մարդիկ ենթադրենք գիշեր հավասարից սկսված սկսում էին հաշվել գիշեր, ցերեկ, որպեսզի կարողանային ունենալ ենթադրենք գիշեր հավասարից 40 օր հետո պետքա ցանեին ցորեն, որտեղ իրանց համար կենսական նշանակություն էր ցորեն ցանելը, որ իրանք ունենային հաց։ Դուք պատկերացնում եք, չէ՞, մի ժամանակ, որ ոչինչ չկա եւ եթե իրանք սխալվեն ցորենը շուտ կամ ուշ ցանեն, չեն ունենա եւ հացից կզրկվեն եւ սովի կմատնվեն։ Հիմա դուք պատկերացրեցիք, չէ՞, այդ կենսական նշանակությունը։ Եվ ստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնեմ այս քանդակի մեջ։ Տեսեք, այս ինչ խորհուրդ է ձեր համար, ինչ է նշանակում այս կլորը։ Ով կասի։ Մի հոգի։ Ինչ է։ Ինչ ենք ասում իրան։ Անիվ։ Եվ անիվը քանի փեղկեր ունի, քանի մասեր ունի։ Քանիս։ 12։ Դրանով հանդերձ կարող ենք համարել, որ սա ինչ որ ժամանակին հիշեցնող մի սիմվոլ է, չէ՞։ Նաև sense մի հին դուք հաշվեցիք արդեն։ Քանիսը հաշվեցիք։ 45 շատ ես հաշվել, հա? Ոչինչ։ Հիմա եթե կենտրոնացնենք, որ ենթադրենք հաշվել ես 30 դու, կստացվի, որ մենք 30 օր ենք հաշվել ստեղ։ Այսինքն սև թելով հաշվում էին գիշերները, սպիտակով ցերեկներն էին հաշվում, նստեք։ Հասկացաք, չէ՞, ոնց է եղել։ Եվ իրանք քանդելով պատկերացրեք հենց մի հատ իրավիճակ, երբ որ այդ հին մարդիկ նստած ամեն օր մի հատ պտույտ են քանդում, գիշեր հավասարից սկսած։ Գիշեր հավասարը մարտին է, չէ՞, մարտի վերջը։ Հանում են սենց 1, 2, 3, 4, 40 ու օրինակ ցանում են ցորենը։ Հետո նորից հետ են հաշվում, հետ են պտտում 40, որ գնան տենան իրանց ցորենը ծլեց թե չէ։ Եվ վերադառնամ քանդակին, տեսեք, ստեղ ինչ եմ արել։ Ես պատկերել եմ անիվը, որը խորհրդածում է ժամանակը, եւ ժամանակի ներքևի հատվածում պատկերել եմ, ստեղծել եմ ուրեմն սարդը, որ սարդի երկու ուրեմն մասերից դուրս են գալիս ժամանակի թելերը, որոնք հյուսում են ցերեկը եւ գիշերը խորհրդանշող կերպարները։ Ինչպես որոշեցիք ստեղծել այս քանդակը։ Ես մի բախտավոր երիտասարդ եմ, որտեվ շփվել եմ ինձանից շատ մեծ ու պատվաբեր մարդկանց հետ, որոնք էլ չկան ցավոք։ Իրանցից են օրինակ Գրիգոր Բրուցյանը, ով զբաղվում էր հայկական տոմարով։ Իրանք կազմակերպում էին բաց դասախոսություններ, մենք մասնակցում ենք այդ դասախոսություններին եւ հերթական մի դասախոսության ժամանակ առաջ քաշեց մի վարկած, որ այն ինչ որ ես պատմեցի, պարոն Բրուցյանը այդ վարկածը առաջ քաշեց։ Ցավոք իր բոլոր ուրեմն գրքերը ես ընթերցել եմ, այդ վարկածը չի գրում, որովհետև ինքը շատ ազնիվ մարդ էր, ինքը վարկածը փաստացի գիտելիքից տարանջատում էր եւ գիտեք որ սա բանահյուսությունից եկած ինֆորմացիա է եւ ինքը փաստացի չի, բայց ի պատիվ Գրիգոր Բրուցյանի մենք ունենք այսօր հայկյան տոմարը, որ մի քիչ մեծանակ արդեն պատկերացում կազմեք հիմիկվա տոմարը, այսինքն շատ տոմարագիտությունը գիտեք ինչ է, երեխեք, այդ մեր ամիսները, մեր օրերը, հաշվարկները, տոնացույցը, այդ ամեն ինչը շատ ճշգրիտ կերպով Գրիգոր Բրուցյանը ուսումնասիրել է եւ զետեղել է տարբեր գրքերի ժողովածուների մեջ։ Եվ ասում եմ, հերթական մի դասախոսության ժամանակ ես այս լսելով ոգևորվեցի եւ գրեթե 2-3 տարի տարբեր փորձեր եմ արել, որ քանդակը իմի բերեմ եւ անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում, չեմ հուսահատվել, նորից եմ փորձել մինչեւ այս կոմպոզիցիոն այս տեսանը ստեղծել եմ։ Քանի տարի աշխատում եք քանդակագործությամբ։ Քանդակագործությամբ սկսել եմ աշխատել 2010 թվականից, երբ որ կողմնորոշվում էինք արդեն ինստիտուտում ով ինչ ուղղությամբ պիտի շարունակի եւ
Ես ինձ բախտ է վիճակվել, որ դասեր եմ վերցրել Արարատ Հովսեփյանից քանդակագործ, մի քանի անգամ հանդիպել եմ նաև աշխատանքային process-ում Արտաշես Հովսեփյանին, քանդակագործ, որը Թամանյանի հեղինակն է, եւ իրենց մոտ եմ դասեր վերցրել, ու սկսել եմ անընդհատ ուսումնասիրել, սովորել, մինչև այսօր էլ սովորում եմ, շարունակում եմ ինքնակրթվել եւ արդեն ավելի ուշ երևի 2017 թվականից նոր սկսվել է ստեղծագործական իմ ուղին։ Ինչի դուք որոշեցիք դառնալ քանդակագործ։ Դե ես էլ ձերպես մի փոքր երեխա եմ եղել։ Ես ապրել եմ գյուղում։ Մեր գյուղին հարող մի ձորակում կավ կար, այդ կավը բերում էի, քեզանից երևի մի քիչ մեծ էի եւ կավով երկու ձեռքերը սենց հպում էի կավին, գետնին դրած ու սենց հետաքրքիր դիմակներ էի ստանում, ու տենց չորանում էր այդ կավը, տենց դիմակներ էր տարբեր էմոցիաներով։ Այդ մի դեպք եմ հիշում եւ մի կարեւոր դեպք, որ ինձ ստանում էին երաժշտական դպրոց, մանկավարժեք մի քիչ խիստ էր, ես փախել եմ երաժշտականի դասերից ու գնացել եմ նկարչական, ու տենց հետո ծնողներս իմացել են եւ հաճախել եմ նկարչական դասերի։ Իսկ բացի քանդակագործությունից, ինչ որ մասնագիտություն կյանքում ցանկացել եք սովորել։ Եվա, գիտես, արվեստի մեջ այնքան դժվար է քեզ ուրիշ տեղ պատկերացնել։ Եթե հարցի մեջ մնալով ասեմ, որ արվեստի մի այլ արտահայտամիջոց կընտրեի, էլի, կարող է, չգիտեմ, դառնայի գրող կամ ռեժիսոր կամ նվագեի կամ չգիտեմ, այսինքն երբ որ դու արվեստի մեջ ես, էլ դժվար է այլ, երբ որ ստեղծագործում ես, ավելի ճիշտ, ստեղծագործող արվեստագետի համար շատ դժվար է այլ տեղ լինելը։ Երբ նոր եք ընտրում մասնագիտությունը կամ սովորում եք, ինչ որ խոչընդոտներ եղել է պահ, որ հանձնվել եք, բայց հետո փորձել եք շարունակել։ Մինչև հիմա էլ կան այդ խոչընդոտները։ Գիտես, կյանքը նման է մի հատ ճանապարհի, որ դու անցնում ես։ Այդ ճանապարհը հեշտ է, երբ որ դու այդ ճանապարհին զուգահեռ անցնում ես։ Հեշտ է, որ այդ դժվար է, երբ որ այդ ճանապարհներն դու խաչվելով ես գնում, այսինքն ճանապարհի եզրից դուրս ես գալիս։ Եվ շատ մի հետաքրքիր փիլիսոփայական sense մեկնություն կա, որ ասում է կյանքը նման է սև ու սպիտակ ճանապարհների։ Մարդիկ մեկ-մեկ հայտնվում են սպիտակ ճանապարհներում, մեկ-մեկ սև ճանապարհներում եւ գուցե այս շատ պատահական չի։ Գուցե մեզ պետք է նաեւ փորձություններ, որ հաղթահարենք եւ արդեն այդ լի կյանքը եւ հեշտ կյանքը մեզ տրվի փորձության շնորհիվ եւ հասկանանք, ընդունենք, երբ որ մենք միշտ հարթության մեջ լինենք, դժվարություններ չլինեն, մի քիչ կձանձրանանք, չէ՞, անհետաքրքիր կլինի։ Այ որ դու միշտ 10 ստանաս, անհետաքրքիր կլինի, չէ՞, բայց որ մի անգամ մի հատ 6 կամ 7 ես ստանում, ավելի լավ է, չէ՞, տարական սովորում ջղայնանում ես, ասում ես, ինձ 7 դրես, ես 7-ի արժանի չեմ, չէ՞։ Էդ էլ մի փոքրիկ տրավմա, մի փոքրիկ փորձություն է քո կյանքում։ Լինում է տես բաներ քո հետ։ Ահա, տեսնում ես, բոլոր այդ պետքա լինի, այդ սովորույթ է ամբողջ կյանքում։ Քանի ապրում ես, պետք է այդ ընթացքի մեջ լինես։ Իսկ իշո մեկը ձեզ ոգևորել է, որ դառնաք քանդակագործ։ Ես կնքահայր եմ ունեցել, ինքը ինձ շատ է ոգեշնչել, շատ է ուղղորդել, ինքն էլ է նկարիչ եղել եւ այո, այդպեսին եղել է։ Ինձ թվում է բոլորի կյանքում էլ լինում է ինչ-որ մեկը, որ այն փոքր ժամանակվանից ասում է, այ դու պետքա գնաս այս ուղղությամբ, որտեվ տեսնում է իր մեջ այդ Այսօր մասնակցեցի Քո արվեստը դպրոցում ծրագրին։ Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին։ Մենք այս ծրագրի շնորհիվ իմացանք բազմազան տեղեկություններ քանդակագործության մասին։ Հանդիպումը շատ հրաշալի էր, մեզ շատ դուր եկավ քանդակագործությունը։
աշակերտները ներկա եղան Նարեկ Հայրապետյանի անցած ուղուն, որը մեծ ոգեշնչում կլինի նաև այն աշակերտներին, ովքեր դեռ չեն որոշել իրենց մասնագիտության հարցում։ Իմացանք նրա կենսագրությունը, թե ինչ դժվարությունների միջով է անցել եւ հաղթահարել։ Ուզենք ավելի հաճախ հանդիպել իրար եւ ավելի շատ բան իմանալ քանդագործության մասին։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Սև ու սպիտակ։ Լուսաբաց, թե մայրամուտ։ Լուսաբաց։ Սուրճ, թե թեյ։ Սուրճ։ Ինքնաբուխություն, թե պլանավորում։ Ինքնաբուխություն։ Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ Լռություն։ Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ Պտույտը։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Լևոն Դալիշյան։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Աշխատասեղանին գործիքներ։ Թափթփված։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Da Vinci։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Զգացողություն։ Ժամանակակից, թե դասական արվեստ։ Դասական ժամանակակից արվեստ։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Սիրուց։ Որն է արվեստագետի գերբնական ուժը։ Հավատք։ Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ Էլի հավատքի։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Ստեղծարար մտածողություն։ Ինչն է ավելի կարևոր։ Ձևը, թե բովանդակությունը։ Բովանդակությունը ձևով։ Ինչն է ավելի դժվար։ Խոսել, թե լռել։ Դժվար է լռելը։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Սիրեք միմյանց։